Իմ մոտիկները ինձանից հարցնում են. «Պավլե, ինչու չես գովազդում քո ալիքը, ինչը գովազդեմ, իմ անվճար թրեյդինգի կուրսերը, թե ինչպես եմ ես 4 րոպեում աշխատում 100,000 դրամ»։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Այսօր ես ուզում եմ ձեզ ցույց տալ պրակտիկ գործարքներ, որտեղ ես կկատարեմ մանրակրկիտ վերլուծություն եւ ձեզ կբացատրեմ ամեն մի մանրուքը, բայց մինչ այդ ես ուզում եմ ձեզ ցուցադրել իմ նախկինում կատարած պրակտիկ գործարքները։ Այստեղ ես 4 րոպեում աշխատում եմ 107,000 դրամ եւ եթե դուք հետևեք այս ալիքին, դուք կհասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում իրական թրեյդինգը։ Շատերն են ինձ արդեն հարցնում, Տագոն ես օգտագործում եմ թե ոչ։ Այսպես ասեմ, իմ շատ սիրելի նոր սկսնակ թրեյդերներ, ես Տագոն կարող եմ օգտագործել եւ պլյուսով դուրս գալ, այսինքն ես Տագոնով թե առանց կարողանում եմ կատարել թրեյդինգ։ Ես կարող եմ օգտագործել Տագոն, եթե հասկանամ, որ այդ սիտուացիան շատ լավն է, բայց եթե ես օգտագործում եմ Տագոն, ապա իմ ընդհանուր օրական կորուստը պետք է լինի 5%, այսինքն ես Տագոն օգտագործում եմ թե ոչ, իմ օրական կորուստը չի կարող գերազանցել 5%-ը։ Բայց ձեզ իմ նոր սկսնակ թրեյդերներ ջան, ես խորհուրդ չեմ տալիս օգտագործել Տագոն, որովհետև Տագոնի պատճառով դուք կարող եք ընկնել ազարտի եւ կորցնել ձեր ամբողջ գումարը։ Հիմա ես կցուցադրեմ ձեզ մի քանի պրակտիկ գործարքներ, որոնք որ կհամապատասխանեն իմ ստրատեգիային։ Սիրելի դիտորդներ, Եվրոկեբեպեն ես կատարեցի գնում։ Եկեք տեղափոխվենք TradingView կայք եւ հասկանանք ինչու ես կատարեցի գնում։ Ես ուզում եմ ձեզ առաջնահերթ ցուցադրել մեկ ժամանոց գրաֆիկը, որտեղ որ ուզում եմ ցույց տալ ոչ այդքան իդեալական, բայց մեր վերև բարձրացող թրենդը։ Ես նշում եմ այս հատվածները եւ արդեն կարող ենք տեղափոխվել 5 րոպեանոց գրաֆիկը։ 5 րոպեանոց գրաֆիկում մենք կարող ենք նկատել, որ մեր այս կանաչ ծավալները մոտավորապես նույն չափսի են, այսինքն մեր վերև բարձրացող այս կանաչ մոմերը ուժեղ են։ Այստեղ նախավերջի մեր կանաչ մոմը թույլ էր, բայց դրանից հետո առաջանում է այս մոմը, որի ստվերը գտնվում է ներքևի հատվածում, իսկ մենք հիշում ենք, որ եթե կանաչ մոմի դեպքում ստվերը գտնվում է ներքևում, դա ուժեղության նշան է։ Այս մոմը, որը որ ստվերը վերևից է կանաչի դեպքում, սա թուլության նշան է, այսինքն եթե կանաչ մոմը եւ ստվերը գտնվում է ներքևում, դա լավ է։ Իսկ հիմա ես ձեզ կցուցադրեմ այն սիտուացիան, որի դեպքում որ մեր մոտ գնում է մինուսավոր հատված։ Մենք իջանք եւ հասանք այս ներքևում գտնվող մեր աջակցման հատվածին, որը որ ես ի սկզբանե նշել էի։ Հիմա ես ձեզ ուզում եմ ցուցադրել հենց այդ Տագոն ասվածը։ Նայեք, 2 րոպեով ես կատարում եմ գնում հենց այս մեր ներքևի աջակցման հատվածից։ Եվ ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք իմ բալանսին, այսինքն ես օգտագործում եմ շատ չնչին տոկոս իմ բալանսից։ Իմ շատ սիրելի դիտորդներ, ասեմ, որ Տագոն օգտագործելը այդքան էլ խորհուրդ չի տրվում, քանի որ Տագոնը դա կարող է գցել ձեզ ազարտի եւ այդ իսկ պատճառով ես ձեզ խորհուրդ չեմ տալիս։ Ես այս հատվածից կատարեցի նորից գնում։ Ես ուզում էի ձեզ ցուցադրել այն դժվար սիտուացիան, որի տակից որ դուք պետք է դուրս գաք, հետագայում եթե զբաղվեք թրեյդինգով։ Նայեք, ինչու ես սկզբից մտա 2 րոպեով, ապա հետո 1 րոպեով, քանի որ ես հասկացա, որ այստեղ շարժումը շատ արագ է եւ ես որոշեցի այս ժամանակահատվածը ավելի փոքրացնեմ։ Նայեք, ընդամենը մնաց 20 վայրկյան, որպեսզի ավարտվի մեր գործարքը։ Նայեք, այս հատվածին էլ համարյա պետք է հասներ, բայց նորմալ է։ Եվ մենք շահեցինք այստեղ գումար։ Եկեք նայենք ինչպես փակվեց։ Մեր երկրորդ Տագոնը մենք փակեցինք պլյուս, իսկ առաջին Տագոնը մենք փակեցինք վերադարձ։ Այսինքն մենք ընդհանուր առմամբ աշխատեցինք։ Եթե մենք հաշվենք, որ այս $10 կորցրել ենք, ապա
մենք աշխատեցինք $42։ Ինձ թվում է, որ այսքան արագ ժամանակահատվածում դա վատ գումար չի։ Եկեք մի ուրիշ սիտուացիա դիտարկենք, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում թրեյդինգը եւ ինչպես կարելի է դժվար սիտուացիաներից դուրս գալ։ Նայեք, ես ձեզ դագոն խորհուրդ չեմ տալիս։ Ուղղակի ուզում եմ, որ հասկանաք, որ կա այդպիսի հասկացողություն թրեյդինգում, դագոն, որը որ նոր սկսնակներին խստիվ արգելվում է։ CHF-GPI ես կատարեցի գնում էլի 3 րոպեով։ Եկեք տեղափոխվենք TradingView կայք եւ հասկանանք ինչու ես կատարեցի գնում։ Այստեղ մենք կարող ենք նկատել բարձրացող թրենդ։ Ես տեսա, որ հասել էր մեր մոտ հատվածները ես նշում եմ, ստվերի եւ մոմերի կանգ առած հատվածները։ Ես նկատեցի, որ այս մեր մոմը, որը որ հələ չի փակվել, ներքևում ուներ մեծ ստվեր։ Կարմիր մոմի դեպքում ներքևում ստվերը դա արդեն թուլության նշան է։ Կարմիր մոմի դեպքում վերևի ստվերն է, դա ուժեղության նշան։ Այսինքն հիշեք, եթե կանաչ է մեր մոմը, ապա ներքևից ստվերը դա ուժեղության նշան է, իսկ եթե կարմիր է, թուլության նշան է։ Իսկ վերևի ստվերի դեպքում լրիվ հակառակը։ Եթե կարմիր է եւ վերևից է ստվերը, դա ուժեղության նշան է։ Եթե կանաչ է եւ վերևից է ստվերը, դա թուլության նշան է։ Վերջ, եկեք տեղափոխվենք մեր Pocket Option կայք եւ հասկանանք, թե ինչ է կատարվում։ Սիրելի թրեյդերներ, ովքեր չեն հասկանում ինչու է տարբերվում իմ գրաֆիկը Pocket Option-ում եւ TradingView-ում, ապա ասեմ, որ ես այստեղ դրել եմ time frame-ը, մեր ժամանակահատվածը 5 րոպեանոց, այսինքն ամեն մեր մոմը 5 րոպե է տևել, իսկ Pocket Option կայքում 1 րոպեանոցը։ Դա նրա համար եմ արել, որ ես կարողանամ նաև 1 րոպեանոցը հետևել, այսինքն ես վերջնականորեն 1 րոպեանոց գրաֆիկը նայում եմ, դրանից հետո նոր կատարում եմ trade։ Մնաց ընդամենը 1 րոպե, որից հետո մենք կհասկանանք, միանգամից կստանանք պլյուսը, թե դագոնով։ Եվ մենք փակվեցինք պլյուս։ Ընդհանուր առմամբ մենք աշխատեցինք $50, այսինքն 19,000 դրամ։ Ինձ թվում է, որ սա քիչ գումար չի, հաշվի առնելով, որ մենք աշխատեցինք ընդամենը մի 5-6 րոպեում։ Ովքեր չգիտեն, մենք ունենք բաց Telegram-յան ալիք, որտեղ ամեն օր դուրս են գալիս նորություններ կապված իմ փակված գործարքների հետ, իմ վիդեոների հետ եւ ընդհանուր թրեյդինգի հետ։ Եթե ուզում եք միշտ տեղեկացված լինել թրեյդինգի կամ մեր ալիքի վերաբերյալ, ապա անպայման բաժանորդագրվեք։ Հետագայում մենք ունենալու ենք փակ Telegram-յան ալիք, որտեղ որ դուք կարողանալու եք կատարել իմ հետ միաժամանակ գործարքներ եւ եթե ես աշխատեմ, դուք կաշխատեք, եթե կորցնեմ, դուք կկորցնեք։ Այդ փակ Telegram-յան ալիքը չի լինելու վճարովի, այլ լինելու է այն մարդկանց համար, ովքեր որ մեր հղումով կգրանցվեն Pocket Option կայքը։ Իդեպ մեր հղումը կլինի ապիսանիայի հատվածում արդեն։ Մեր ալիքին արդեն թույլատրել են, որ մենք տեղադրենք հղումներ ապիսանիայի բաժնում։ Այդ փակ Telegram-յան ալիքը հասանելի կլինի ամսի 31-ին։ Ես ձեզ սովորեցնում եմ ընդհանուր trading TradingView կայքով։ Բայց եթե դուք չեք վստահում Pocket Option կայքին եւ չեք ուզում կատարել trading Pocket Option կայքով, ապա դուք կարող եք սովորել եւ կատարել ուրիշ կայքերով trading։ Բայց ես արդեն 2.5 տարի աշխատում եմ Pocket Option կայքով եւ ոչ մի խնդիր չեմ նկատել։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս Pocket Option կայքը, բայց որոշումը ձերն է։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր պահպանում են ակտիվություն մեր ալիքում։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։